Նոյեմբերի 25-ին երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել։ Գլխավոր դատախազությունից Ֆակտոր TV-ին փոխանցել են, որ հետապնդումը հարուցվել է կաշառք տալու եւ իշխանազանցությունը կամ իշխանությունը չարաշահելու, որն առաջացրել է մարդու մահ հատկանիշներով։ Խաչատուրովն այժմ արտերկրում է, նրա նկատմամբ հայտարարվել է միջպետական հետախուզում։ Քննչականը գեներալին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան, որը սակայն մերժվել է։ Գլխավոր դատախազությունը կբողոքարկի այս որոշումը։ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը եւ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը կալանավայրից դիմել են ամենայն հայոց Գարեգին II կաթողիկոսին։ Նրանք պահանջում են կարգալույծ անել իրենց բնորոշմամբ 10 դավաճան եպիսկոպոսներին։ Ավելի վաղ անդրադառնալով նոյեմբերի 27-ին տարածված հայտարարությունը ստորագրած եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպած եպիսկոպոսներին, Բագրատ եւ Միքայել արքեպիսկոպոսներն իրենց աջակցությունն էին հայտնել վեհափառին։ Նրանք նշել են, թե այդ 10 եպիսկոպոսներից յուրաքանչյուրն առիթը բաց չի թողել գծնելու եւ շողոքորթելու վեհափառին, ում շնորհիվ ստացել են բարձրագույն կոչումներ եւ պաշտոններ եկեղեցում։ Փարաքարի համայնքապետ Վալոդիա Գրիգորյանի սպանությունը կատարելու մեջ մեղադրվող Գևորգ Հարությունյանը եւս 2 ամիս կմնա կալանքի տակ։ Դատարանը բավարարել է Հարությունյանի կալանավորման ժամկետը երկարացնելու մասին միջնորդությունը։ Տեղեկությունը Ֆակտոր-ին հայտնել են քննչական կոմիտեից։ Ավելի վաղ երկարացվել էր նաեւ հանցագործությունը կատարելու մեջ կասկածվող Նարեկ Օհանյանի կալանավորման ժամկետը։ Անցյալ տարվա դեկտեմբերին Ռուսաստանի օդային տարածքում ադրբեջանական Ազալի օդանավի խոցումից հետո Բաքուն Մոսկվայից պահանջել է 4 բան՝ պաշտոնական ներողություն, լիարժեք հետաքննություն, մեղավորների պատասխանատվություն եւ փոխհատուցում։ Այս մասին Բրյուսելում ասել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիկմետ Հաջիևը։ Երբ այս հարցերը լուծվեն, մենք կփակենք այս թյուրըմբռնման էջը եւ կշարունակենք երկու երկրների միջև նորմալ բարիդրացիական հարաբերությունները, ասել է նա։ Խոսելով Ուկրաինայի պատերազմի մասին, Հաջիևը հայտարարել է, որ Բաքուն չի ներգրավվի դրանում։ Վրաստանի իշխող կուսակցությունը դատական գործընթաց է սկսում BBC-ի դեմ կեղծ լուրեր տարածելու մեղադրանքով։ Առիթը բրիտանական կորպորացիայի կողմից նախորդին հրապարակված հետաքննությունն է, որի համաձայն Վրաստանի իշխանությունները հնարավոր է անցյալ տարի Թբիլիսիում ընդդիմության ցույցերը ճնշելու ժամանակ առաջին համաշխարհային պատերազմի տարիներից հայտնի քիմիական զենք են օգտագործել։ Վրացական երազանքը հետաքննությունում տեղ գտած ցուցարարների պնդումներն անհեթեթություն է որակել եւ պնդել, թե հետաքննությունը հիմնված է առանձին ընդդիմության հետ փոխկապակցված անձանց տեսակետների, ոչ թե փաստերի վրա։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ելիսեյան պալատում հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Սպասվում է, որ երկու երկրների ղեկավարները կքննարկեն արդար եւ երկարատև խաղաղության համար անհրաժեշտ իրավիճակը եւ պայմանները։ Զելենսկին վերջին անգամ Ֆրանսիա էր այցելել նոյեմբերի 17-ին։